Բարի երեկո, բարի գալուստ հերթական Երևանյան վլոգ, իմ սիրելի բարեկամներ։ Ատամնաբույժի մոտից եմ դուրս եկել, տաքսի եմ կանչել, սպասում եմ, ասեցի մի հատ միանամ, նոր վլոգ սկսեմ։ Չնայած որ երևի այսօր չեմ վերջացնի վլոգը, վաղը կշարունակեմ, ամեն դեպքում հիմա միացա, մնաց մի օր, բժիշկը մի օր էլ կանչեց ու կվերջացնի։ Այսօր էլի ահագին 2 ժամ ու կես չափուձև արեց բան։ Վաղը կկանչի արդեն վերջնական կվերջացնեմ ատամների գործը, ինչի համար որ եկել էի, արդեն ոնց որ համբերությունս չտանի, որ բժշկի մոտ այդքան նստեմ, էլի, բայց ինչքան դժվար գործ է ատամնաբույժի գործը, ու տենց հոյակապ մասնագետ այս պետք է ասեմ, ժողովուրդ, իրոք շատ լավ մասնագետ է, գիտեմ որ ձեզանից մի քանի հոգի արդեն դիմել են իրան, ու հուսով եմ որ դուք էլ եք կողմ, շատ հոգատար է, էլի, շատ, ամեն րոպե, ասում ոչ եմ ցավացնում, ասում եմ չի բժիշկ ջան։ Այն կողմը քննչական կոմիտեն է, ոնց որ են անկամաշոտն ասեց, այստեղ էլ էս բարձրահարկերը ու սենց այ արաբկիր, այս կողմերն է, էլի, ոնց որ իմ իմանալով ժողովուրդ, իմ իմացած Երևանը, իմ ինչքան որ գիտեմ, էդ եմ ասում ձեզ։ Ահա, տաքսին ուր որ է գալիս։ Տաքսուկինը ըստ ժամերի փոփոխվում է։ Երբ որ գալիս էի ատամնաբույժի մոտ, այնտեղից Չեխովից մինչև այստեղ Մամիկոնյանց վճարել եմ 2300 դրամ, չնայած ես 3000 վճարեցի, կլորացրած ասեցի մանրը պետք չի, որովհետև վարորդը շատ բարեկիշտ մարդ էր, այսինքն ընդհանրապես չեմ զրուցել հետը, մենակ բարևել նստել եմ, մեքենան շատ հարմարավետ էր, շատ մաքուր էր, վարդը շատ լավ էր վարում, շատ ուշադիր էր վարում, երաշտություն չկար միացրած, ես շատ հավանեցի այդ, դրա համար 5 աստղիկ էր, ինչ էր նշանակեցի ու ինչքան դրական բան կար նշանակեցի, իսկ հիմա օրինակ տաքսին 2800 դրամ արժի, որովհետև պիկ ժամը ենթադրում եմ դրա համար է, էլի, եթե մի քիչ ավելի լավ կամ ինչ է կոչվում, հարմարավետ տաքսի ենք ընտրում, մի քիչ գումարը բարձրանում է, ես սովորաբար ընտրում եմ ավելի հարմարավետ տաքսի, հիմա չընտրեցի, 2800 դրամանոցը հենց թողեցի որ կա, իսկ նենց 200 դրամ էր ավելանալու, բայց դե որ անդադ տաքսներով եմ երթևեկում, դրա համար մեկ-մեկ խնայում եմ տաքսու մեջ, բայց վարորդին միշտ թողնում եմ մանրը, ասում եմ մի քիչ լավություն անեմ։ Երեկվա տաքսու վարորդն էլ էր լավը, ասում է, որ խնդրեմ, ասում է 5 աստղ կնշանակեք, ասի անպայման կնշանակեմ, հա, շատ գոհ ենք ձեր սպասարկումից։ Եթե այդ ձևով ասում ձեր գործը ինչ որ օգուտ կտանք, իհարկե կնշանակեմ։ Այդպես ժողովուրդ ջան, ես արդեն մնաց մի րոպե որ գա։ Ուշադիր լինեմ, որ համարը նայեմ, էլի։ կոնա, թե ոնց որ արհեստական։
Սիրուն է շատ։ Չեխովի փողոցով ենք քայլում։ Սիրուն դալանն է, այս է սիրուն անին, Այս կողմը չենք եղել, միշտ դեպի ներքև ենք գնացել, հիմա այս կողմով գնանք, նայենք, այս կողմում ինչ կա, շատ սիրուն է, հա, հələ նայեք, Չեխովի 16-ն է, ուզում ենք սենց քայլենք մինչև 12-ը, ոնց որ խոստացել եմ, քայլենք մինչև Չեխովի 12-ը, ու ձեզ ցույց տամ։ Գնա բալես։ Սիրուն է, չէ՞, սենց բաները, ստալանները։ Հույս համատիրություն։ Այս կողմում բնակելի շենքեր են, ավելի հանգիստ է այս կողմը, չէ՞։ Վունդերկինդ, այս մանկապարտեզ բան է։ Մանկապարտեզը։ Ատամնաբուժարան կա։ Հայ նորը տաքսով էս կողմով անցանք է։ Հա, սենց եմ տեսել։ Փողոցներ չնայեցի։ Այս Չեխովի փողոցի վրայի շենքերն է, ժողովուրդ ջան։ Այս ինչ անունը։ Համար չեմ տեսնում, չգիտեմ ձեր ասած 12 համարն է թե չէ։ Այն կողմից էլ փակ էր, որ մոտենայի։ Մուտքը այս կողմից է փաստորեն։ Ենթադրում եմ, որ այս շենքերն էին հենց այդ 12 համարվանը։ Սալորը վրա, նայք ինչ լավ։ Հա, մի րոպե մոտեցնեմ։ Ահա։ Ինձ սիրուն պտուղ ա տվել։ Ասատուրն ասում է քաղեք, բայց չեն կարա քաղենք։ Երևի չի էլ կարելի ենթադրում եմ։ Այսինքն այս շենքն է, հա, հենց։ Ահա, չեն է, նալևա, երև դիտե թեքվենք, ես կարմիրով նշացն է։ Հա, այդ կարմիրով։ Գնան։ Հա, գնան։ Եկ երեխեք գնում ենք։ Գնանք գտնենք ոնց որ խոստացել եմ Չեխովի 12-ը։ Անցնելու ենք։ Հա, երևի այս շենքն է, այսա մի հատ նայենք։ Առաջնարկը պատերը լավ։
Էս Շևչենկո 7-ն է, Չեխովեն, հա? Էս? Շնորհակալություն։ 19-ն։ Հա, շնորհակալ եմ շատ։ Էսա բալես, էսա։ Ինչքան սիրալիր են։ Չեմ էլ հարցրել, լսեց, որ այդ տուրն ենք ման գալիս, իրար մեջ խոսում էինք մենք, լսեց ասեց, շատ բարեհամբույր տիկին։ Էս շենքն է, կյանք։ Հասկացանք, ահա։ Հիմա ես փորձեմ ցույց տամ ձեր շենքը, բայց ծառերը խանգարում են ինձ։ Այս ամբողջ շենքը 12-ն է։ Հուսամ տեսակ ձեր շենքը, ձեր պատշգամբը, գրեք շատ հետաքրքիր է, ձեր համար եմ եկել նկարել։ Գրեք շատ հետաքրքիր է, տեսակ ձեր պատշգամբը, թե չէ, որտեղ եք ապրել։ Էս էլ փողոցը ձեր ու մեր։ Հուսամ տեսակ ձեր շենքը, ճիշտ շենք էր, դե կինը ասեց, որ էսա 12 համարը վրան գրված չէր։ Մեր շենքից մի քանի շենք էս կողմ է, շատ ինքան էլ հանգիստ է, դուրս եկավ շատ էս կողմը, այդքան շատ մեքենա բան չկա, անցանք փողոցը։ Հələ այս ծառը ինչքան սիրուն է, բայց ինչ է այս, սոչի չի, չէ, մանր, այս հենց, ու պտուղն էլ վրան, հələ, շատ սիրուն է։ Գնանք անի ջան, արի։ Այս արդեն մեր շենքն է, մի քանի սիրուն աստը։ Այս երևի, ես ինչ տեղա չգիտեմ, կարող է հաց են թխում կամ ինչ-որ ճաշարանա կամ ինչա, չգիտեմ, բայց շատ սիրուն է։ Թուզը։ Այս արդեն Չեխովի ներքևի կողմն է, ներքևի շենքերը մի քիչ նայենք, այս կողմում ինչ-որ պարկ կա, գնում ենք այդ պարկ։ Այ ոնց անցնում եմ, պահանջվում է վաճառողուհի, շատ պահանջվում է վաճառողուհի։ Նոր շենքը, հա ոնց որ բնակեցված չի։ Gemüse, Südfrüchteland, Früchtehandel. Ինձ սիրուն է այս շենքը, պատուհանները։ Տեսեք մոտեցնեմ, տեսեք։
Շատ սիրուն է։ Էս էլ ճկույթիկ, էս իջտեղա չգիտեմ։ Էս շենքն էլ է շատ սիրուն, կեսից արդեն տուֆ քարով են կառուցել են կողքը, ավելացրել են երևի։ Հələ նայ քանի մետր մնացք ենք։ Մեզանց երևի 600 մետր է հեռու։ Քանի մետր մնաց։ Չտալիս ենք։ Տալիս անտանուր, ինչքան քանի մետր մնաց որ հասնենք, թե չէ։ Չերևում։ Դե լավ գնաց։ Լավ գնացիք։ Գնացինք։ Այգին երևի շողակաթ այգի է։ Էս էլ շողակաթ հեռուստաընկերությունն է։ Չէ, սենց գնանք, որ ես շատ մոտիկից չեմ կարա նկարեմ, որ ցույց տամ ձեզ գրել էիք, որ շողակաթ այգի, շողակաթ հեռուստաընկերությունն է։ Այսը, ձեր սիրուն շենք է։ Շատ սիրուն է։ Շողակաթ TV։ Գնացինք առաջ, շարունակենք ճանապարհը։ Հենց էս այգինն է, կյանք, հա։ Են ուրիշ ուրեմն, հա։ Էս այգին է, գնանք երեխեք ջան, հենց փաստորեն եկանք հասանք, լավ էլ մոտ է։ Չէ՞, մոտ է։ Հեռու էր։ Անջան, լավ մոտ էր։ Այս ինչ լավ էր, էսից սիրուն տեղ եկանք մենք, սիրուն այգի եկանք, շատրվանները, հերթով գնանք նայենք, գնանք, լավ էլ կտանք էլի, հա, լավ էլ կտանք իմ աղջիկ, բայց մոտ է էլի, լավ էլ մոտ է, շատ է սուր բաբակս ես չգիտեմ։ Գնանք տեսենք երեխեքի խաղալու համար ինչ կա հեչ։ Եկանք միամիտ գտանք այգին։ Շատրվանները, լավ է շատրվաններ կանք, գնանք տեսենք, բայց խաղալու տենց բան ոնց որ շատ չկա, չէ՞։ Մենակ են փոքր, ինչ է կոչվում, սղարաններ։ Բայց ամեն դեպքում շատ լավ է, շատ սիրուն է, լավ էլ մոտ է մեզ, ապրեք որ գրել էիք, այստեղ մեզ մոտ այգի կա։ Տեսեք ինչ սիրուն տեղ եկանք։ Գնանք, հա, եկեք գնանք, եկեք կողքով քայլենք, գնանք նայենք ինչ կա հեչ, ասատ ուրարի չնգնես ջրի մեջ։ Ասատուրը տնից դուրս գալուց ասեց ոտիկը ցավում է, կոշիկը ցավացնում է, բայց մի մոռացել է, լավ էլ վազում է։ Դել արևածաղիկը, կարուսելա փոքր։ Այս ակն կարուսելներ։ Mēs երեխեքի կնստացնենք։ Շատ գեղեցիկ է։
Գնանք տեսենք երեխեք ընդ կարան մտնեն թռնեն թռվռան։ Երևանի քաղաքապետարան Արամ Խաչատրյան 120 դաշնամուրն է սիրուն մտահղացում է սիրուն բանը Ասատուրը մտնում է այստեղ է Սպայդերմենի պատի թռնի Այն մեկը շատ փոքրերի համար է այստեղ էլ հարմար է իրան հարմար է իրան թող խաղա էլի Հա այս նստարանը կոտրված է լավ գնանք այս մեկին կնստենք ու նայենք Ջրի ձայնը վայելենք մի քիչ Արյանի ջան, այլ տեսենք ինչ ես բերել իմ աղջիկ Ապրի իմ բալեն, ապրի Գնա արա կյան Բագրատունյաց փողոցն է Ո՞վ է քեզ տվել քո հեռախոսը Հոպարը Բա դու ինչ ես անում հեռախոսով Խաղել ես խաղում Հեսա որ դպրոց գնաս ժամանակ չես ունենալ խաղալու Մենակ դասերը կսովորես տառերը կգրես Քայլում ենք երեկոյան Երևանով Երևանի փողոցներով Մարկետ Շուկան չի փակվել, բայց հեսա որ որա կփակեն Այնա նայ, մինչև հիմա բաց է Սիրուն պարկ է, Շենգավիթի պարկը, այնտեղ մի քիչ ժամանակ անցկացրինք, նստեցինք, շատ լավն է, շատ հաճելի էր, ջրի ձայնը վայելեցինք, եկանք նստեցինք այդ արագ սննդի կետ, երեխեքը ընդ բան կա, որ սիրում են։ Կերան, հիմա էլ դուրս ենք եկել, Ասատուրը չի ուզում, չես ուզում կյանք հլը տուն գնանք։ Չէ, չի ուզում հլը տուն գնանք, չնայած տատիկի քունը արդեն տանում է, 9:30 ժամը։ Գնանք մի քիչ այստեղ կնստենք, մաքրո չնչենք, երեխան էլ կխաղա, հետո նոր Գիշեր չի, բայց հեսա մութ ընկնում է, բալես։ Տատիկը շուտ քնողներից է, քեզան շուտ է քնում տատիկը։ Հիմա դու էլ? Չէ, դու շուտ չես քնում։ Հիմա մի քիչ կնստենք, հետո նոր կբարձրանանք վերև, կքնենք արդեն։ Աշոտը զանգեց, շատ տպավորված է։ Ասում է կգամ, մոտս շատ վիդեոներ ունեմ, կդնենք, ասում է կպատմեմ,
տպավորությունների մասին։ Հենց այսօր եղել է իր պապական գյուղում, իր պապիկի գյուղում ա եղել, Վանա լճում ա մտել, ասես մտել եմ լողացել, Վանա լճում, ասում ա շատ աղիր ջուրը ու շատ վտանգավոր էր, ասում ա սուր քարեր էին, կարճ ասած շատ տպավորված ա, շատ ոգևորված ա։ Վաղը գնալու էին արդեն, ասեց կղզին, այդ աղթամարի կղզին։ Ու կգա մնացածը արդեն կպատմի։ Հենց անմիջապես ինքը ձեզ կպատմի։ Շատ հով է սա։ 9 3 րոպե մնաց իրան։